կա նախագահ Մակրոնից մեջբերում անեմ, ինքը ասում է Պուտինը խաբում, Պուտինին չենք հավատում։ Նույն բանը ասում է Զելենսկին, նույն բանը Զելենսկին ասել է Սպիտակ տանը, այդ որ սենց Տրամփին վերցրեց, ու այսպես տարորեց մի հատ այդ խալուն, հետո բարձրացրեց, ասես տղա ջան, մենք 14 թվից 25 հատ պայմանագիր ունենք, որի վրա ինքը թքածա ունեցի։ Ում հետ ես բանան։ Ապարզա Տրամփին դա դուր չի գալու, Տրամփը բանը հոգեկան հիվանդ է, ինքը ասում է, գիտես ինչ կա, չի կարա, որովհետև ես եմ։ Գիտեք, չէ Տրամփի վերջի բոմբը, ինքը բանին, Շումերին, բանի դեմոկրատական փոքրամասնության ղեկավարին, ասել ենք ինքը էլ ջհուդ չի, ինքը պաղեստինցի է։ Ես ամեն ինչ տեսել էի, բայց հակասեմիթական նման բաներ Ամերիկայի նախագահի կողմից Սպիտակ տանը նստած չի սպասում։ Ինքը հոգեկան հիվանդ է, մոտավորապես Պուտինի պես դրա համար Որում պաղեստինցին որպես վիրավորան։ Հա, վիրավորանք ասը, հենց վիրավորանք, որ ինքը էլ ջհուդ չի, ասում, ինքը ուզում էր ջհուդ, կուզենա ջհուդը լինի, բայց ինքը էլ ջհուդ չի։ Լսի տղա ջան, դու ով ես որոշես այդ դիմացինի էթնիկ պատկանելությունը, B, ես որոշում, որ պաղեստինցին վատ է, ու C քեզով է իրանք տվել, ընդհանրապես այդ թեմայով խոսած, երբ որ կողքդ Իռլանդիայի նախագահն է նստած։ Եվ վերադառնանք, ինչի մասն է խոսքը, Պուտինին չի կարելի հավատալ։ Ակնհայտ։ Մենք բոլորս գիտենք, որ Պուտինը ոչ թե չի կարելի հավատալ, որովհետև Պուտինը այն բանն է, մատանիների տիրակալի մեջ են պալանցերն է, պետք է նույնիսկ չլսես, պետք է միշտ մի բանով փագած լինի, քեչով պետք է փագած լինի, լաթով է տի բանը, որ իրան չտեսնես, որովհետև ինքը պրոստը սուտ է խոսում միշտ, անիմաստ է, ժամանակ ես կորցնում։ Ակնհայտ է, որ ինքը համաձայն չի, ակնհայտ է, որ առնվազն որոշ ասենց ասեմ, շրջանակներ չնայած Տրամփը ամբողջությամբ փորձում է ոչնչացնել Ամերիկայի անվտանգության այդ տեխնոֆաշիստները, անվտանգության համակարգը, ժողովրդավարությունը, բան, ինչ որ տենց վերջի բաները մնացել է, հա, վերականգնել են թե հետախուզական տվյալները, թե հեռահաղորդիչների կամ բաների, սպառազինության մատակարարումը ճիշտ է Բայդենի տված, ոչ թե իր, ինքը չի տվել նորը։ Ինքը նաև չերկարացրեց այդ բանը, որ բանկային համակարգը մեռնի, կստաց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր բանկերին, որտեղ վախենամ այդ ամեն ինչ թեմա դառնա, այդ թվում Իրանի հետ պատմության հետ կապված, որտեղ Իրանի նավթի նախագահին, նավթի հարցերով նախագահին նույնիսկ Բայդենը չէր մտցնում իր դեմ պատժամիջոց, հիմա Տրամփը մտցրեց, հետևաբար մենք այստեղ լուրջ խնդիրներ ենք ունենալու, նաև այդ բանկային համակարգի եւ բանի հետ կապված, բայց էական չի։ Ինչ է սպասվում խաղաղության հարցով Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում նույնքան խավարի մեջ, հա, որքան ինչ է սպասվում խաղաղության հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ, որովհետեւ պրոբլեմը բազային է, էկզիստենցիալ է եւ էթնիկ է։ Ռուսները, որպեսզի կարողանան գոյատևեն, որպես բան Ռուսաստանը, որպեսզի կարողանան գոյատևի որպես երկիր, որը բուրյատին, թաթարին, հային, վրացուն, ադրբեջանցուն կասի, որ դե ռուսկի, ինքը պետք է ոչնչացնի Ուկրաինա։ Այդ իրան պետք է, այդ իր էկզիստենցիալ թշնամին է, որովհետև դու մենակ այդ որ ասեն ռուսկինովա, ինքը պետք է ասես, տես, ինքն է, ինքը չես դու ես, որովհետև իրականում բան, դա էկզիստենցիալ խնդիր է։ Դրա համար Պուտինը, երբ որ հարցը առաջացնում, ինքը Բելարուսը ուտում է, դա ճիշտ է, ոնց կստացվի ուրիշ հարցը, բայց Արմեն Նահովանեսյան սիրում ասել, որ մենք իրան Բելարուսը չենք տա, իրան ես Մոսկվի Ղարաբաղ չկարծանք, պայենք Բելարուսը չենք տա, լավ։ Խնդիրը հետևյալն է, ինքը պետք է ոչնչացնի Ուկրաինան, Ուկրաինան որպես պետություն, որպես պետականություն, որպես մշակութային, կրթական, կրոնական առանձնահատկություն, որպես էթնիկ խումբ, հա, բայց սա արդեն բավարար չի, որտեղ Ուկրաինան դարձավ ազգ, այսինքն level up եղավ, եւ սրա ոչնչացումը արդեն ընդհանրապես բան չի, եւ այս պատերազմի շարունակությունը որքան էլ որ դաժանա դա հնչում, ավարտվելու է, եթե ամենասկզբից իրանք այդպես քմծիծաղով ասում են, որ պատերազմը գնալու է մինչև վերջի ուկրաինացին, վստահաբար կարող եմ ասել, որ այս պատերազմը կարա գնա բացառապես մինչև վերջի ռուսը։ Որովհետև ոչ միայն ռուսը, այլ չէ, այդ ռուսը, ոչ թե ռուսը էթնիկ առումով, այսինքն ոչ թե ասենք, չգիտեմ, Յարոսլավլում ապրող, հա, ինչ որ sense մարդ, ով մի հատ իզբուշկա ունի, մի հատ կնիկ ունի երեխա, չէ, այդ հավաքական ռուսը։ Այսինքն ավելի շուտ դրանք կվերջանան, քան սրանք,
որովհետև այս ներքին բանը, որ գիտեք, մեկ-մեկ ինձ որ ասում են, քեզ դու տենց վստահ որ բան է, հա, հայ տենց մենք սենց մեր բան, ասում եմ չի հասկանում, մեկ հայերը տվել են բանը Կոնստանտինոս այդ Բուլղարասպանին, բացատրեմ ինչ դու հայ էր ինքը, ուղղակի Բյուզանդիայի բանն էր, Բազիլեոսն էր, կայսրը իր մասին շատ հետաքրքիր պատմություն կա, որը որ Հայաստանում կա այդ բանը։ Մենք այդ Աշոտ Երկաթի պատմությունը հիշում ենք, որ Սահակ-Սևադայի աչքերը հանել էր, հա։ Այս Կոնստանտինոսը նույն բանն է արել, բայց ինքը իրան ռուսերեն եւ սլավոնական բաներով ասում են Բալգարաբոյցը։ Ինքը բուլղարական զորքը շրջափակում է։ Վերցնում է գերի, ավելի քան 10,000 հոգի։ Կիսում է հարուրների, հարուրապետի մի աչքն է թողում, բոլոր մնացածի երկու աչքերը հանում է։ Ես միշտ ասում եմ, այս ազգի մեջ այն վիշապին մի արթնացրեք, որը որ թողել է, որ մենք 6000 տարի ստե ապրենք։ Ուղղակի պետք չի, լավ բան չի, ոչ մեկի համար լավ բան չի, եւ ամենալավը դա երևում է թուրքական 18 թվականի, 18-19 թվականների բաներից, թուրքական արխիվներից, որ իրանք սարսափած են, որ հենց որ ռուսը չկա, ասենք Սարդարապատ, հա, տեսեք ինչ են կարել, ոչ մեկ չի խառնվել, դուրս ենք եկել, որ ածին նածին, վիձիվ պոլե ածին նածին, դուրս ենք, միշտ տենց է ավարտվել, հայրը եթե, ես ինչի տենց բան չեմ անում, հա, հույս դնել ու օտարի ռազմական համագործակցության վրա, դա հիմարություն է, դա անիմաստ է, դա մեզ միշտ բերում է, այսա մեկը կա, թո ինքը կռվի, ես ու ապուշ չեմ, ես կռվում, թո ինքը կռվի, են խատաբալադայում տենց բան կա, ասում ես զանգ եմ սպասում, չեմ կարող գնալ, բայց երբ որ դու արդեն գալի հասնում այն, որ ստեղին, ու ես պետք է կռվեմ, այդ մեր թշնամիների համար շատ վատ է, շատ վատ է, խայտարակ ձևի վատ է, ոնց որ մենք հետո ուզում ենք արագ մոռանանք ինչքան վատ ենք արել։ Հիմա Հայաստանի համար եւ Ուկրաինայի համար այն պահն է, երբ որ դու դե ֆակտո ունես ինչ որ աջակցություն, բայց դու մենակ ես։ Եվ սա մեր թշնամիների համար շատ վատ տարբերակ։ Մեր մեջ էլ, ինչպես նաեւ ուկրաինացիների մեջ կան դավաճաններ, կան վախկոտներ, կան ոչ հեռատես մարդիկ։ Դրանց մի մասը իշխանության մեջ են, մի մասը քաղաքական դաշտում են, մի մասը տունը նստած են, մի մասը հավաքվել են եւ երկրներից փախել են։ Այո, Ուկրաինայում էլ կան, մեր մոտ էլ կան, բայց այն բանը, որ մնացել է, կորիզը, որ մտածել է, այդ ամբողջությամբ բավարար է, որ հարցը լուծվի։ Ես դրա համար, երբ որ ասում են, երբ կավարտվի այդ պատերազմը, ասում եմ, ինչ պատերազմ, որ ասեք, կասեմ։ Եթե զուտ բանով, այո, ինքը պաշտոնապես հայտարարվել է, որ Ալմատայի բանով պետք է ավարտվի, Ալմատայի փաստաթղթով 91 թվականի սահմաններով, որը հետո Ռուսաստանը եւ Ուկրաինան ստորագրել են նաեւ պայմանագիր 8 թվականին, 4 թվականին հետո մի հատ Բուխարեստ բան կա, Բուդապեշտի մեմորանդում կա, թե Բուդապեշտի։ Այսինքն այս թեման է, հա, էսա։ Բայց այն պատերազմը, որը հավերժ 40 տարի հետո ծնված ուկրաինացուն 3 տարի հետո կդարձնի հակառուս, այդ պատերազմը այլևս երբեք չի ավարտվելու, որովհետև ռուսները ոչնչանում են ինքնաբերաբար, ծնելիությունը նայեք իրենց, ռուս կոչվածի սլավոնական մասի բլոկի բանը վերջանում է, այսինքն այնտեղ բուրա թաթար բան այդ են, որ յառուսկիները շատ են, բայց բուն սլավոնական ռուսները, որոնք այդքան է ռուս չեն, մոքշա են, բան են, ֆինո-ուգորական ազգեր են, բայց պայմանական համարենք բան դրանք պակասում են։ Եվ սրա ավարտը մենակ մեկն է, որ նա հիմա չէ, 40 տարի հետո երբ ուզում լինի տրոհվելու է ոչնչանը, եւ մեծ հաշվով վերադառնա իր նորմալ վիճակի։ Որ ասենք, չգիտեմ, Կազանի խանությունը, Աստրախանի խանությունը, ինչ որ ստեղ բաներ եւ այլն, կտորը։ Մի մասը գնա Ուկրաինային կպնի։ Կարող է Ռոստովը հայկական ինքնավար մարզ լինի, ասենք Ուկրաինայի տարածքում։ Ղրիմը էլի կարող է sense բան կիսվի, բայց ամեն դեպքում երկարաժամկետ երկար որ նայում ես, անհնար է, Ադրբեջանը պետք է տրոհվի, Ռուսաստանը պետք է տրոհվի։ Դա չի նշանակում, որ պետք է ոտդ գցես ոտիդ, բայց դա նշանակում, որ դու գիտես process-ը ոնց է, կարաս օգնես այդ process-ին։
Ինչ եմ ասում ժողովրդավարացնենք Ադրբեջանը։ Ժողովրդավարացած Ադրբեջանը ինքը մեծ հավանականությամբ տրողվելու է։ Գիտեք ոնց Թրամփի մոտ ոչինչ չի ստացվում։ Թրամփը ասելու է ինձ մոտ չստացվեց։ Չէ։ Եկեք մի օրինակ բերեմ։ Հիշում եք, չէ, որ եկավ մի անգամից ստորագրեց, ասեց բան, ինչ որ մոտ 1.5 միլիոն մարդ պիտի տրով վռնդեր երկրից։ 280,000 մեքսիկ, 200,000 չգիտեմ, 400,000 գվատեմալացի, 120,000 հայ, թե ինչ որ sense բաներ։ Սա ին պետք է հաներ։ Հետո մի քանի օր անցավ, ասեց տանում եմ Գուանտանամո։ Բոլոր հանցագործներին տանում եմ Գուանտանամո։ Ուրեմն տարավ Գուանտանամո 40 հոգի։ 40 հոգի, մեկ ինքնաթիռ։ Այդ օպերացիան նստեց Ամերիկայի Միացյալ Նահանգների բյուջեի վրա 16 միլիոն դոլար։ Մեկ ամիս հետո 40-ից 40-ը վերադարձան Ամերիկա։ Դուք լսել եք դրա մասին։ New York Times-ն է գրել, ասում հատուկ գնացինք, որովհետև դա ասին Գուանտանամո, գնացինք ստուգենք դրանք այդ մարդիկ ինչ պայմաններում են, գնացինք դրանք կողպեկա կախած։ Մարդ չկա բազարում։ Սա Թրամփն է։ Բա պաղեստինցիների հարցը։ Հիշում եք երեկվա լուրը հարցրել են, ասել են դուք հիմա հայո, հա, պաղեստինցիներին դուրս եք բերելու, ասեցի տենց բան։ Հա, ինքը շատ լավ տարբերակ է գտել։ Այսինքն դա էլ հետ։ Հիշում եք, ես ասում էի Նիկոլա Թրամփականը։ Նիկոլը, բանը, Ալիևը, Բիզդինան, դրանք բոլորը Թրամփիստ են հոգու խորքում։ Ինձ թվում է, ոչ միայն ես ճիշտ էի, այլ նաև չիմանալով բռնացրել եմ։ Բոլորը գժի շոր ունեն։ Բոլորը դուրս են գալի, հարցն ասում է Զելենսկին դիկտատոր է, դու ես ասել երեք, ասում ես տես բան եմ ասել։ Դե ասել։ նույնն էլ հիմա պաղեստինցիների շատ հարմար է, շատ հարմար է։ Ես իրոք մի բան արեք, Նիկոլն էլ չի ասել, ես տենց շորեր ունեմ, հակնում եմ, ասում եմ։ Հիմա Թրամփն էլ է տենց, հակնում եմ, ասում։ Նորից եմ հարցնում Պուտինը, ձեր կարծիքով, եթե չունենք պատասխան, ասում ենք դեռ սպասում ենք օրվա վերջում։ Ես ձեզ ասում եմ Թրամփը ինչ է ասել, ասել ես տենց բան չեմ ասել։ Ահա, որ ես չեմ ասել տենց բան, չեմ ասել։ Ձեզ է թվում, սուտ եք խոսում, fake news է, որ այդ post-modern-ի դրսևորումն է, որ դու պետքա տեղեկատվական աղմուկ ստեղծես ինքդ այնքան, որպիսի ոչ մեկ ոչ մի բանի չվստահի, որպիսի դու կարողանաս կառավարես։ Ինքը զելեմեներին օրը 3-ից 4 անգամ բացարձակ հիմար մեսիջներ է տալի, զելեմեները սկսում են սա տարածել։ Եվ այս տեղեկատվական աղմուկի մեջ ամենաառաջի արդյունքը, որը կա, մարդիկ դադարում են վստահել զելեմեներին։ Եվ սա իրանց քաղաքական այդ տեխնոֆաշիստների մի բանն է, որ մարդիկ չունեն այն աղբյուրը, որը վստահելի է։ Պրոբլեմը զելեմեների իրանք կամ հետ են մնում, եթե դասական կանոնին են հետևում 3 իրարից անկախ աղբյուրներից վերստուգել, որը, չգիտեմ, օրինակ, ձեր մոտ տենց է, հա, եթե դուք ինչ-որ բան եք ասում, ստուգում եք, նոր եք ասում, քանի անգամ տեսել եմ, որ ասենք սրա մասին չեն կարող խոսել, որովհետև չկա ստուգել։ Եթե իրանք մնում են այդ ռազմավարության մեջ, իրանք հետ են մնում տեղեկատվական դաշտից, որովհետև ինչև ստուգումա Թրամփը հələ 4 բան էլ ասում։ Իսկ եթե ինքը գնում է Թրամփի հետևից, ինքը դառնում է ստասան։ Եվ հասարակության մոտ իր վարկանիշը որպես աղբյուր ընկնում է։ Ինչի համար է սա պետք։ Սա պետք է ժողովրդավարության դեմոնտաժի համար։ Դու 4-րդ իշխանությունը դեմոնտաժ ես անում, ոչնչացնում ես վարկանիշը, նույնիսկ քո վարկանիշի գնով։ Բայց դու ոչնչացնում ես այն աղբյուրը, որին մարդ կարա հղում անի, որպեսզի ասի, օրինակ, տեսեք, սա սուրճի բաժակ է, չէ՞։ Okay, ինքը ասում է, սա սուրճի բաժակ չի։ Սա բան է, ավիակիր է, մեջը 4 հատ ինքնաթիռ կա։ Բացարձակ հիմարություն է։ Դե սկզբից սկսում են տարածել, ասում են սա ապուշ։ Բայց տեղեկատվական դաշտում հետ ամանում։ Ալիևը ինչ անում, Ալիևը վերստում է, ասում է, սա հին ադրբեջանական բան է, եկեղեցի է։ Ու ինքը այս տեղեկատվական աղմուկը ստեղծում է բոլոր լեզուներով։ Հետո 10-15 տարի հետո որ մենք սերջ տա ինքը չի նայելու ինչ ով խնդած կոմենտներում ինչ ա գրած ինքը տեսնել է որ ադրբեջանական եկեղեցի է հələ տեսեք BBC-ն գրել է որ սա ադրբեջանական եկեղեցի է վերնագրով տակը գրած է որ BBC-ն լավ չէ հակաբերական հա քրիստոնյա տակը գրած է որ էշություն է գրած բայց էլ ոչ մեկ չի նայում այս սերունդը TikTok-ը նայում 30 վայրկյանից ավել չի կենտրոնանում իրանք վերնագրերով են նայում
Դրա համար այսօր Տրամպը հայտարարել է, որ հա Գրենլանդիայում գրել ենք Գրենլանդիան անեքսիա ենք անելու։ Չնայած Գրենլանդիայում իր դուս տվածի շնորհիվ, իր այդ բլա բլա բլայի պատճառով հաղթել է այն կենտրոնամետ կուսակցությունը, որը կյանքում չէր սպասում, որը երբեք մեծամասնություն չի ունեցել, որը Դանիայի կազմում, Դենմարկի կազմում մնալու կողմնակից է։ Դե հիմա էլ Կանադան է թիրախ դարձել։ Չէ, Կանադան շուտ է թիրախ դարձել, բայց Կանադան է սահմանները վերանայենք։ Հա, տափողակով հոկեյի կլուշկեն հայերեն չգիտեմ ոնց, այսպես վերցրել է, ու ասենց այդ տափողակով հա տալիս է կիկմարտին։ Տեղի ա ունեցել աշխատանքային գործընթացի հերթական փուլի ավարտ, որը Նիկոլը ներկայացնում է որպես խաղաղություն, դա խաղաղություն չի, Ալիևը ներկայացնում է, որ Նիկոլին կզցրել է, դա Նիկոլին, ում կարող է Նիկոլին կզցրել է, Հայաստանին չի կզցրել, Եվրոպական միության համար դա ցուցիչ է, որ հնարավոր է առանց Ռուսաստանի խառնվելու ռուսական ազդեցության գոտում ամբողջությամբ Ռուսաստանը դուրս վռնդել եւ իրականացնել ինչ-որ գործողություն, աշխարհին է խաղաղություն, ինչ վախեք լավ ալնելու։